Գինու կոնյակի գործարանից ով դատարկ բեռնատարով է դուրս գալիս, աչքալուսանք են տալիս այս մարդիկ։ Միայն թե խաղողի գինը հեչ աչքալուսանքի բան չէ, արդեն 3-4 օրն է խաղողը հանձնելու իրենց հերթին սպասող այգեգործներից ոմանք 115 դրամով են վաճառել խաղողն այստեղ, Պրոշյանի գործարանի Արտաշատի մասնաճյուղում։ Բնականը ձեր չի տա, եթե ջերմուկ 300 դրամ է խաղողը 115 լավա։ Գինը խաղողի շաքարայնությունից է կախված, այսինքն եթե խաղողը փորձաքննությունից հետո քիչ քաղցրություն ունենա, էժանով կգնի մթերողը։ 125 դրամ են կապել, գրադուսը պիտի ապահովի, որ գինը ապահովի։ 3-5 դրամ իշտում է, պետական օրենք է, գրասկը փցրած է։ Դե գրադուսը օրինակին բերած է բարձր է, այս մարդիկ կան բերում են ցածր է, ձեր չի տալի։ Այսինքն գրադուսը ցածր է կանում, այսինքն գինն էլ է, էլի էժան։ Նախորդ տարիներին այս մարդկանցից ոմանք նույնիսկ 80 դրամով են վաճառել խաղողը, որի ինքնարժեքը 100 դրամից ավելի է։ 100 դրամն ինչ է, որ գյուղացում ձեռտ է, եթե աշխատաուժը աշխատում է ժամը 2000 դրամ։ 130, 40, 150, մինչև 80 էլ իջել է, այն նախկին տարիներում էլի։ Պատկերացնում եք 20 տոննայի դեպքում 150,000 դրամ, 150 դրամով էլ որ 1 կիլոգրամը հանձնեն, ընդամենը ունենում են իրենց ծախսերը հանած 200-300,000 դրամ, այդ բաժանեք 12 ամսը, դա սարսափելի է։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարարին ինչ-որ չափով ծանոթ պատկեր է սա, Հարությունյանի խոսքով խնդիրն այս պահին լուծելը բարդ է, բայց ժամանակին կարելի էր կանխել։ Խաղողի հանձնման պայմանագրերը արտադրողը եւ ընդունողը վերամշակողը պետք է իրենց պայմանագրերը կնքեն գոնե 3 տարով, որպեսզի մարդը իմանա իր արարած բերքը ուր է հանձնելու։ Կառավարությունը նաև մթերողներին պետք է աջակցի, հիմա ճիշտ հակառակն է արվում։ Մի կողմից այնպես են անում, որ կոնյակը չարտահանվի, մյուս կողմից գինին չարտահանվի, վերջնական արդյունքում տուժում է եւ արտադրողը, եւ մթերողը, եւ վերամշակողը, մի խոսքով աշխատող մարդը տուժում է սխալ քաղաքականության արդյունքում։ Աջակցությունների մասին առավոտից երեկո խոսող կառավարության ալած գործի ապացույցն են խաղողի հյութից առաջացած այս լճակները։ Խաղողի քաշը կորչում է գյուղացու ամբողջ տարվա քրտինքի պես։ Կոնկրետ խաղող արտադրողին, հողի մշակին, այգեգործին ասում են, իրենց բառերն եմ կրկնում, որ աջակցում են կատիլային ոռոգման համակարգ կասկածնելու համար։ Դե կներեք, սպանեցիք, թողեցիք, ո՞րն եք աջակցում կոնկրետ։ Հայաստանում խաղողի մթերման պայմաններից դժգոհողների կրակին յուղ է լցնում հարևան Վրաստանից եկող լուրը, թե այնտեղի կառավարությունը կսուբսիդավորի խաղողի բերքահավաքը։ Խաղողի գնման համար կկիրառվի ավելի քան 550 դրամ սուբսիդիա 1 կիլոգրամի համար։ Հայաստանում սուբսիդիան 30-ից 50 դրամ է։ Ալբերտ Սերոփյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։